Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Սիրիայում թուրքերը սպանում են իրենց եղբայրներին, Ռուսաստանում ադրբեջանցիները բռնաբարում են անչափահասներին, իսկ Իսրայելը Թրամփին կոչ է անում վերացնել հակաադրբեջանական պատժամիջոցները։ Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում բաց մի թողեք հաղորդաշարն է, որի շրջանակներում շարունակում ենք հետևել թշնամու ներքին անցուդարձին։ Աշխարհի ռաբիները Ադրբեջանի եւ Իսրայելի դաշնակցության խորացման կոչ են անում։ Ավելի վաղ Հախինազը գրել էր, որ ԱՄՆ-ի եւ Կանադայի ուղղափառ ռաբիների միությունը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, կոչ անելով վերացնել հակաադրբեջանական պատժամիջոցները եւ աջակցել Ադրբեջանին միանալու Աբրահամի համաձայնագրին։ Ավելի ուշ The Jerusalem Post-ն էլ հրապարակել է նամակի պատճենը, որում դիվանագիտական մեծ փորձ ունեցող տասնյակ այլ ազդեցիկ ռաբիներ նույնպես առանձին աջակցության նամակներ են ուղարկել նախագահ Թրամփին ի պաշտպանություն Ադրբեջանի։ Երկրները, որոնք միացել են Աբրահամի համաձայնագրին, դրական խթաններ եւ օգուտներ են ստացել Իսրայելի հետ խաղաղության հաստատելու դիմաց, գրում են ռաբիները։ Ադրբեջանը ավելի քան 30 տարի առաջ դարձավ Իսրայելի հուսալի գործընկերն ու իսկապես բարեկամը կամովին, ուստի Ադրբեջանի դեմ բոլոր պատժամիջոցները պետք է հանվեն, գրել են նրանք։ Ալավիների ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայում։ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Ստամբուլում, Անկարայում, Ադանայում, Սիվասում, Իզմիրում, Ադիյամանում եւ Անտալիայում ալավիները դուրս են եկել փողոց, բողոքելու Տարտուս եւ Լաթակիա քաղաքներում ալավիների ցեղասպանության դեմ։ Ստամբուլում, չնայած հավաքների արգելքին, ալավիները դուրս են եկել փողոց եւ սև ծաղկեպսակ դրել Ստամբուլում Սիրիայի հյուպատոսության առջեւ։ Ցուցարարները Թուրքիայի իշխող կուսակցությանը մեղսակից են անվանել սիրիական կառավարության հանցագործություններին եւ Անկարայից պահանջել ճնշում գործադրել Սիրիայում ալավիների ցեղասպանության վերջը դնելու համար։ Մինչ Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունենում, Թուրան Էքսպրեսի փոխանցմամբ թուրքական հետախուզությունը ահաբեկիչների հետ միասին մասնակցում է Սիրիայի ալավիների ցեղասպանությանը։ Սիրիական այսպես կոչված Սուլեյման Շահ գումարտակը, որին բացահայտորեն աջակցում է թուրքական հետախուզությունը վահաբիական այլ ավազակա խմբերի հետ միասին, մասնակցում է Սիրիայում ալավիների ցեղասպանությանը, գրում է կայքը։ Իսկ ահա Իսրայելի գլխավոր շտաբի նոր պետը 2025 թվականը հայտարարել է Գազայի եւ Իրանի հետ պատերազմի տարի։ The Jerusalem Post-ի համաձայն Էյալ Զամիրն ընդգծել է, որ Իսրայելի զինված ուժերը ուշադրություն կդարձնեն նաեւ մյուս ճակատներին։ Նա նշել է, որ ընդգծելու է հաղթանակ հասկացությունը որպես կարևոր արժեք, քանի որ վերջին տարիներին իսրայելական բանակը կենտրոնացել է հարաբերական հաղթանակի կամ զսպման վրա։ Ադրբեջանը հրաժարվել է Եվրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի հավատարմագրման համար փաստաթղթեր տրամադրել, այդպիսով ամբողջությամբ դադարեցնելով իր մասնակցությունը ԵԽԽՎ գործունեությանը 2025 թվականին, գրում է Հախինազը։ Հիշեցնենք, որ ադրբեջանական պատվիրակությունը դադարեցրել էր իր աշխատանքը ԵԽԽՎ-ում, Բաքուն կազմակերպությանը մեղադրել է ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի եւ իսլամաֆոբիայի մեջ։ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությանը դեմ քվեարկած անձինք ներառվել են անցանկալի անձանց ցուցակում։ 2024 թվականին Google-ը արգելափակել է հակահայկական քարոզչություն տարածող եւ ադրբեջանական վարչակարգը խթանող YouTube-ի 14000 ալիք։ Ադրբեջանական ռեժիմի կողմից կազմակերպված քարոզչության եւ ատելության արգելափակման այս օպերացիան իր մեծությամբ երկրորդն է Չինաստանի եւ Ռուսաստանի հետ կապված Google-ի արշավներից հետո։ Թայլանդում տրանսգենդերները ծեծի են ենթարկել իսրայելցիներին, երկուսը վիրավոր են։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ տրանսգենդերներ հետապնդում իսրայելցիներին, որոնք դժգոհել են նրանց ծառայությունների համար պահանջվող գումարից։ Արդյունքում դժգոհությունը վերածվել է ծեծկրտուկի։ Հասարակական կարգը խախտելու համար ծեծկրտուկի բոլոր մասնակիցները բերման են ենթարկվել եւ տուգանվել 5000 բաթով։ Թուրքիան էլ մահապատիժ կսահմանի LGBT քարոզչության համար։ Ըստ Ենի Շաֆակի Արդարադատության նախարարության կողմից ավարտին մոտեցող 10 դատական որոշումների փաթեթը պարունակում է հակա-LGBT օրենքներ, այդ թվում մահապատիժ քարոզչության համար։ Վոլոգդայում ադրբեջանցին կոտրել է տեղի դպրոցականի 2 ձեռքի մատները։ Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ ադրբեջանցին փորձել է անչափահասից գումար շորթել, սակայն մերժում ստանալուց հետո բռնել է երեխայի մատներն ու սկսել կոտրել։ 12-ամյա երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն։ Նախորդկայում էլ ադրբեջանական Սփյուռքի ղեկավարի տեղակալը բռնաբարել է անչափահաս աղջկա։ Իրավապահների փոխանցմամբ Թուրան Շահվերդիևը եւ իր ընկերները խրախճանք են կազմակերպել, որի ժամանակ էլ գայթակղել են տեղացի աղջիկներին, հարբեցրել եւ բռնաբարել։
Աղջիկներից մեկը դիմել է ոստիկանություն եւ հիմա քննությունն է իրականացվում ողջելու համար, թե ինչպես են անչափահասները հայտնվել դեպքի վայրում։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Մնացեք մեզ հետ։